Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9-1 TV YouTube-յան ալիքում եւ ինչպես տեսնում եք այսօր մեզ հյուր է եկել մեր շատ լավ ընկեր, թուրքագետ, ցեղասպանագետ եւ պատմական գիտությունների տեխնացու Անի Ոսկանյանը։ Բարի գալուստ Անի ջան, շնորհակալություն ընդունելով մեր հրավերը։ Անի հետ այսպես ասած քննարկումներ երբ տեղի են ունենում, թե ինչի շուրջ զրուցենք, ինչ թեմաներ քննարկենք, բնականաբար իր մասնագիտացման շրջանակներում քննարկում ենք արևմտահայ տարբեր գրողների եւ նրանց գրական գործունեությունը ու ի վերջո ընտրությունը կանգ առավ Գրիգոր Զոհրաբի վրա մի քանի պատճառներով, որոնցից մեկը ես խոսքը փոխանցեմ նաեւ Առաքելին ինքը կասի թե ինչու, մի քիչ սուբյեկտիվ կոմպոնենտ կա այսպես ասած, բայց ընտրության հիմնական պատճառներից մեկը նաեւ այն էր, որ Գրիգոր Զոհրաբը բացի հայտնի արևմտահայ գրող լինելուց բացի նաև եղել է իրավաբան, հասարակական եւ հանրային գործիչ, Թուրքիայի մեջլիսի падգամավոր ու նաև այսօր մեր քննարկման թեման լինելու է Գրիգոր Զոհրաբի ոչ միայն գրական կամ ոչ այդքան գրական գործունեությունը, որքան նրա հանրային եւ հասարակական գործունեությունը։ Խնդրեմ Առաքել ջան։ Ես շնորհակալություն եմ հայտնում Անից այսօրվա համար, որովհետեւ ես չգիտեի իրականում թեման ինչն է լինելու։ Մի քանի թեմա ենք քննարկում, բայց իմանալով Զոհրաբի մասին խոսքը, որ ասում եմ դեռ ունեմ սուբյեկտիվ պահը, ուրախացան, Անին էլ չգիտեր։ Իմ համար ականցի լինելը ինքը մի ուրիշ ձևի ապարտություն է ապարգևում։ Լևոնի հետ որոշել ենք ականցիների մասին մի հատ առանձին թեմայով զրույց ունենալ, գրական զրույց։ Պատահականորեն չգիտեմ, ուսումնասիրություններ հնարավոր է եղել են, որ մի քանի հայ հանճարներ հենց փոքր ակնգյուղում են ծնվել, նրանցից մեկն էլ հենց Զոհրաբն է, եթե թվարկենք Սիամանթո, Մեծարենց, Թոթովենց, Արփիարյան, Արշակ Ճոբանյան, այսինքն որ շարքը Նիկոլ Գալանտերյան, շարքը շատ երկար է, առանձին կարող ենք հենց առանձնացնել, բայց սկսենք էլի գրական բանով սկսենք, Չարենցը որ ասում է Ականի մասին եւ Մեծարենցի մասին, ասում է աշխարհից հեռու է մի գյուղում Երևանյանի սերին կտրած, արև է երկեր ու գարուն այս հիվանդ հանճարեղ պատանին։ Ես այդ մի հատ առանձին թեմա է ուսումնասիրության, բայց այսօր խոստանում եմ շատ չեմ խոսելու, որովհետեւ կողքից լսելու եմ, թե Ականի ամենաականավոր զավակը ինչ է արել նույն արևմտյան Հայաստանում, ոչ միայն որպես գրող, այլ նաեւ քաղաքական գործիչ։ Շնորհակալ եմ այսօրվա համար ու մեզ շատ գեղեցիկ գրական եթեր ու մի փոքր կողմ քաշվենք, որ մասնագետների եւ պրոֆեսորների դաշտի չեն։ Մերսի։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, իսկապես մեծ ուրախություն է ձեզ հետ միասին եթերում լինելը, որովհետև արդեն հասցրել եմ հետևել ձեր եթերներին ու բավականին հետաքրքիր է թե քննարկման նյութը, թե տարբեր թեմաներին առնչվելը, թե հյուրերը եւ իսկապես այսօր պատիվ է լինել ձեր կողքին ու մասնակցել զրույցին եւ մի բանի համար եմ շատ շնորհակալ, որ հնարավորություն եղավ խոսելու Գրիգոր Զոհրաբի մասին հենց այս տեսանկյունից, որովհետեւ Զոհրաբը առավել հայտնի է իր գրական գործունեությամբ, նաեւ հայտնի է իր հասարակական գործունեությամբ, առավել նեղ մասնագիտական շրջանակներում շատ ավելի հետաքրքիր բուռն ու մանրամասն քննարկումներ են տեղի ունենում Զոհրաբի մասին, բայց այսպես եթերով ավելի լայն ընդհանրացակ լսարանի համար պատմել Զոհրաբ մարդու, Զոհրաբ քաղաքական գործի, Զոհրաբ հասարակական գործի եւ ամենակարևոր այդ մեծ հայի կյանքի եւ գործունեության մասին իսկապես ոչ լավ հնարավորություն է եւ շատ ուրախ եմ դրա համար։ Նաեւ առիթա ցույց տալու համար թե մտավորականը ինչ պետք է լինի, միայն գրողը փակված իր սաղմում պարփակված որևէ գործողություն չկատարի նույն հասարակական գործողություն չանի, ինքը գրի ասի ես միայն գրականության համար եմ, այդ մի փոքր հիմակվա համահունչ գրողներին այսպես ասած ճակերտավոր, որ եւ ոչ միայն գրողներին, որ տեսնում են երկիրը ինչ վիճակում է, ու դրանք կողմ քաշված ասում են ես ինքս իմ գործն եմ անում, չեմ խառնվում, ու մի թեթևել ոչ քաղաքական դրան անդրադառնանք, որ ինչպես են մարդիկ ունենալով հնարավորություն լսարան ազդեցություն Զոհրաբի օրինակով եմ ասում, ունենալով ամեն ինչ որ կարող էին
Թուրքիայում շարունակել ապրել, ինչի իրենք ընտրեցին հենց մահապարտի ինքնազոհության ուղին։ Սկսենք երևի հենց Զոհրաբը, որ երիտասարդ տարիքում, շատ երիտասարդ տարիքում մտավ գրական ասպարեզ, թե իր խմբագրական գործունեությամբ, թե իր արդեն պատմվածքների, նովելների հրատարակություններով ու զուգահեռ, կարելի ասել զուգահեռ ներգրավվեց ազգային հասարակական ազգային կյանքի մեջ։ Ինչ էր կատարվում այն Կոստանդնուպոլսում, որտեղ որ ապրում ու գործում էր, եւ ստեղծագործում էր եւ գործում էր Գրիգոր Զոհրաբը։ Այստեղ մի փոքր կուզենամ նաեւ անդրադառնամ, սա էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ նորից մասնագիտական շրջանակներից դուրս այդքան էլ ճշգրիտ պատկերացում չկա թե Արևմտահայաստանի մասին, թե Օսմանյան կայսրության մասին, թե ամենակարևորը հայերի կարգավիճակ, հայերի դերը, այսինքն հայերը ինչպես էին այնտեղ ապրում եւ ինչպիսի մեխանիզմներով էին այնտեղ ապրում։ Ուրեմն անդրադառնանք մի շատ կարևոր իրադարձության 1860 թվականի 60-63 թվականի արևմտահայոց սահմանադրության ընդունմանը, որը ընդունվեց Օսմանյան կայսրության սահմանադրությունից էլ շատ առաջ, այսինքն Օսմանյան սահմանադրությունը 1876 թվականին է ընդունվել, իսկ արդեն սուլթանի վավերացումով հայերը ունեին այդ մեծ օրենքների գիրքը, որով էլ արդեն կազմակերպեցին ավելի ճշգրիտ մեխանիզմների վրա դրեցին ազգային կյանքը, այսինքն կար Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանին կից քաղաքական ժողովը եւ ազգային ժողովը, այստեղ սրանք կարելի է համեմատել այսօրվա մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ իրենց բոլոր ինստիտուտներով։ Եվ այդ բոլոր ինստիտուտները այդ իրենց մեխանիզմներով հստակ գործում եւ աշխատում էին ոչ միայն Կոստանդնուպոլսում, այլև ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ հայկական բոլոր առաջնորդարաններում։ Երբ որ կար արդեն առաջնորդարանը, նրանքից գործում էին բոլոր այդ վարչական ժողովները, տնտեսական խորհուրդ, ուսումնական խորհուրդ, այնտեղ շատ հետաքրքիր էր նաև թաղային խորհուրդների դերը։ Ինքը ես այս ամեն ինչի հիմա այսպես նախնական պատմում եմ, որպեսզի թե հանդիսատեսը հնարավորություն ունենա պատկերացնել այդ մեխանիզմը, այսինքն այս մարդիկ ինչքան էին փոխկապակցված, այսինքն չլինի այն թյուր կարծիքը, որ կա հաճախ ասում են պոլիսը ապրում էր գավառից անկախ։ Ես որքան ուսումնասիրել եմ դեպքերն իրադարձությունները, այնքան ավելի դեմ եմ այդ նախադասությանը, գավառը չէր ապրում պոլիսից անկախ, պոլիսը ուներ հստակ տեղեկություն գավառի մասին, գավառը կարողանում էր այդ վարչական մարմինների միջոցով հստակ փոխանցել իր խնդիրները պոլիս, որն էլ պոլիսի արդեն պատրիարքարանի միջոցով փոխանցվում էր Օսմանյան կառավարությանը։ Հիմա այստեղ արդեն գանք Գրիգոր Զոհրաբ անձին, որը հենց 1890-ականներին է ընտրվում այդ ազգային ժողովի անդամ, ազգային ժողովը խնդրում եմ զանազանենք Օսմանյան պարլամենտից, որովհետև կար Օսմանյան պարլամենտը, այդ տարիներին չկար, որովհետև Աբդուլհամիդը երբ որ եկավ իշխանության, նա կասեցրեց, այնուհետև 1908 թվականից հետո է նորից ձևավորվում Օսմանյան պարլամենտը, այդ պարլամենտից արդեն Օսմանյան падգամավոր էր Գրիգոր Զոհրաբը, բայց մինչև այդ ինչով էր զբաղվում նա փառահեղ փաստաբան էր եւ զբաղվում էր ոչ միայն ազգային խնդիրներով, այլև զբաղվում էր բազմաթիվ դատերով, այսինքն դե Օսմանյան կայսրությունը բազմազգ պետություն էր, ինչպես բոլոր կայսրությունները։ Եվ այստեղ նա նաև զբաղվում էր ոչ միայն հայերի, այլև մյուս փոքրամասնությունների խնդիրներով եւ հաճախ դատարաններում հանդես էր գալիս նրանց շահերով։ Շատ մի հետաքրքիր կարևոր հանգամանք կա այստեղ, որ Գրիգոր Զոհրաբը հիմնականում զբաղվում էր նաև տնտեսական դատերով։ Ինքը որպես այդպեսին տնտեսագետի մասնագիտություն չուներ, բայց ինքը այնպես էր հմտացել այդ տնտեսական գործընթացների մեջ, ինքը հստակ պատկերացնում էր պետական համակարգը եւ կարողանում էր տեսնել պետական կեղեքող համակարգը, այսինքն ինչպես է պետությունը կարողանում օգտագործել իր լծակները եւ արդեն ավելի իսկ ծանր վիճակի մեջ դնելով իր իսկ հպատակ ժողովուրդներին։ Ուրեմն Զոհրաբ մարդը, փաստաբանը, իրավաբանը առնչվում է մեր
հայերի հետ կապված երկու շատ կարևոր բազմաթիվ եւ լայնաշերտ խնդիրների, բայց հիմա առաջնային կուզեմ խոսել երկու ուղղության մասին, որոնցից երկուսն էլ հույժ կարևոր են ամենայն դեպս ինձ համար։ Ուրեմն զինվորագրության խնդիրներին, հայ տղամարդկանց Օսմանյան բանակ զինվորագրելու խնդիրներին, դե մենք գիտենք, որ հայերը որպես ոչ իսլամ ժողովուրդ Օսմանյան բանակում ծառայելու իրավունք չունեին, բայց դեռ Օսմանյան կայսրության մինչև 1908 թվականի հեղաշրջումը եւ սահմանադրության վերահաստատումը հայերը տարբեր ուղղություններով մասնակցել են Օսմանյան բանակի բանակային այդ գործընթացներին, բանակաշինության, այո, ասենք բան այնտեղ թե իր տնտեսական ուղղությամբ, այսպես թե այնտեղ բարութի բաշիներն էին, այսինքն բարութի արտադրության գործում, ռազմաարդյունաբերության, այո, այսօրվա տերմինոլոգիայով ասենք եւ ոչ թե 19-րդ դարի տերմինոլոգիայով ասենք, ռազմական բժիշկները հիմնականում հայերն էին, որովհետև հայերը արդեն երկար ժամանակ ինչ կրթություն էին ստանում եվրոպական լավագույն համալսարաններում եւ իսկապես տիրապետում էին այդ բժշկական գործին, հայերը խոսում են եվրոպական տարբեր լեզուներով, ինչը որ նորից շահեկան էր Օսմանյան կայսրության համար, որովհետև այդ շրջանում բանակի վերազդինումով զբաղվում էին նաեւ եվրոպացի մասնագետները, որոնց հետ պետք էր հաղորդակցվել տարբեր լեզուներով, այսինքն հայերը այսպես թե այնպես առնչվում էին Օսմանյան կայսրության բանակին եւ ունեին գործուն ու շատ կարեւոր մասնակցություն, բայց զինվորագրվելու իրավունք չունեին։ Իդեպ պետք է ասել, որ հայ տղամարդկանց ընդհանուր երիտասարդների, որովհետեւ զորակոչային տարիք կար, որը 20 տարեկաններ եւ հայերը որպես սահմանադրությունից հետո Օսմանյան պետության քաղաքացիներ, այսինքն այդ տարիքի հետ կապված արդեն զորակոչի պետք է ենթարկվեն։ Այդ իրավունքը հայերը պայքարով կարողացան ձեռք բերել եւ այդ պայքարի առաջամարտիկներից մեկը հենց Գրիգոր Զոհրաբն է, շատ հետաքրքիր է։ Ուրեմն ասեմ, որ հայ հասարակությունը դրան այսպես միանշանակ չէր արձագանքում։ Օտար չէ, արդյոք արժեր է նախագիծը անելը, որովհետև կոտորածների հիմնական մասը նաև հայերին ենթարկեցին ընդհանուր զինակոչի կանչեցին, հետո բանակում սպանեցին հայերին։ Տեսեք, ուրեմն դեռ 1908-9-10 թվականներն է։ Հեղափոխության ծաղկուն շրջանն է, երբ անցյալի եւ նախկիների լծից ազատվել են, Սուլթանահամիդները նախկիների, եկերի ցուցերի։ Ուրեմն մեծ ալիքներով սպասում ժողովրդավարություն եւ երիտթուրքերն էլ բնականաբար շատ արագ հիասթափեցրեցին բոլորին եւ բացատրեցին, որ նախկիներից ինչով են եկել ավելի դաժան։ Բնականաբար։ Հայերի հանդեպ այն առակը կա, չէ, որ մի թագավոր անընդհատ ծեր կնոջը հարկերով ճնշում է բան, բայց կինը անընդհատ աղոթում է նրա առողջության համար, ասում է ինչու, որովհետև քո հայրը վատն էր, ես անիծեցի, նրան մահացավ, հիմա դու եկար ավելի վատն ես։ Ուրեմն այստեղ Եզոպոսի առակներ կա, որ դզրուկները բանը անընդհատ ծածում են բանի արյունը, ուզում են հանել, ասում է պետք չի հանեք ընդհանրապես, որովհետև ասում է նախկին դզրուկները արդեն կշտացել են, հիմա ոչ սրանց հանեցիք, նորերն են գալու են, Եզոպոսի ամենայնի առակներից։ Բայց հիմա ես մի հետաքրքիր բան նշեմ, որ լիրիկաներից հասկանալի ավելի ակտիվ ենք։ Օսմանյան կայսրությունում թե սուլթանական ռեժիմը, դե թուրքեր ժամանակ էլ դեռևս սուլթանական ռեժիմը, երիտթուրքական իշխանությունը, այնուհետև քեմալական իշխանությունները իրանց գործնոյությամբ սերտորեն կապված են իրար հետ եւ մի վարչակարգը հստակորեն շարունակել է մյուս վարչակարգի որդեգրված քաղաքականությունը։ Ինստիտուցիոնալ հիշողությունը։ Բացի այդ, այսինքն ցավով նորից պետք է համաձայնենք, որ թե Օսմանյան կայսրությունում, թե Հանրապետական Թուրքիայում նրանք ունեն այդ բոլոր տեսակի մեխանիզմները պետությունը կայացնելու, ամրացնելու եւ երբեք չդավաճանելու ազգային շահը։ Սա հստակ ընդգծվում է, ցավով պետք է արձանագրենք։ Եվ իրենց ազգային արժեքները վերդասելուց ամեն ինչից։ Այսինքն նույն ձևի
ինչքան է Սուլթան Համիդ ասենք, հիմա իրանք օտարներին թույլ չեն տա Սուլթան Համիդի մասին որևէ բան ասել, ինչքան էլ ասեն ելույթ թուրքեր, իրենք իրար մեջ կարող են դատեն, բայց օտարներին թույլ չեն տա։ Իրենք հերոսացնում են։ Իրենք հերոսացնում են։ Բոլորին կապ չունի, իրենք իրար մեջ իրենք կարող են։ Իսկ հենց տեսեք մեր արժեքներին ու մեր պետությունը ոնց է վարվում իր նախկին հաղթանակած եւ նախկին այսինքն մարդկանց բոլոր հերթական ջնջելով պատմությունը մութ ու ցուրտ կացնելով պետության վրա ու իսկ մենք հիմա խոսում ենք մենք հիմա խոսենք հենց Գրիգոր Զոհրաբի դերը ինքը ոնց կարողացավ հայերի դերը բարձրացնել չնայած այդտեղ միշտ վիճելու բան կա որ ճիշտ էր այդ քայլը չնայած ինքը իր տեսակետից իր համար ուզում էր ինքը քաղաքացի դառնային այդ մարդիկ կշիռը բարձրացնել կարևոր ավելի կշիռը բարձրացնել ավելի տեսեք այստեղ այդ վարչակարգի մասին որ խոսեցինք եւ ազգային շահի մասին որ խոսեցինք բնականաբար ասենք այդ ամեն ինչը անդրադարձել է մեր վրա եւ մենք կրել ենք շարունակական կորուստներ այսինքն ծայրահեղ ծանր կորուստներ եւ այդ ծայրահեղ ծանր կորուստների հետևանքները մինչեւ այսօր վերացված չեն մենք դեռ կրողն ենք այդ ամեն ինչը բայց իսկ ինչ էր անում Օսմանյան պետությունը այնուհետև հանրապետական Թուրքիան սա մի համակարգ է որը գործում է անխափան համակարգը, որը ոչ մի քայլ հենց այնպես չի անում, որտեղ բոլոր գործողությունները, բոլոր տեսակի, անգամ հեռուստատեսային հաղորդումները, այսօր այդպիսի լայն տարածում գտած սերիալներում ցուցադրվող դետալները, անգամ պատերի նկարները, այսօր կան ռեյտինգային սերիալներ, որտեղ պատերին կախված են Անիի եկեղեցուն, Այվազովսկին համաշխարհային հեղինակությունը, Անիի եկեղեցու նկարները, այսինքն այնտեղ ոչինչը հենց այնպես չէ, ինչպես նաև հայոց ցեղասպանության տարիներին եւ օրերին ոչինչ տարերայնորեն տեղի չի ունեցել։ Ամեն ինչ եղել է համակարգված ճշգրտորեն վերահսկելով, նույնիսկ քարավանները, երբ որ ակետից դուրս են եկել եւ հասել են Բեկետ, այդ ամբողջ տարածության ընթացքում, որ եղել են այդ կայանները, որտեղ որ պետք է հասնեին ճշգրիտ ժողովրդագրական տվյալներ է գնացել կենտրոն, այսինչ քարավանը, որը ասենք դուրս է եկել Խարբերդի, այսինչ Գավառ Իսկետից, հասել նախ երթուղիներն էին հստակորեն ճշգրտված, թե ինչպես պետք է այդ երթուղիները տեղի ունենան։ Այնտեղ, այսինքն քանի սպանված կա, քանի վերապրող կա, քանիսն են ինչ վիճակում, նույն ճշգրիտ բանը պահպանվել է եւ համակենտրոնացման ճամբարներում դրանք անապատների վրանաքաղաքներին Դերզորը, Ռասուլայինը, Մեսքենեն դրանք հենց համակենտրոնացման ճամբարներ են եղել այստեղ նույնպես տվյալներ եղել են հստակ նացիստական Գերմանիա երևի դա որպես դասագիր բան Էնվեր Փաշայի մտերիմ ընկերներ Հանս Հյումանը, որը հետագայում նաեւ Հիտլերի ընկերներ, Հանս Հյումանը դիվանագիտական եւ զինվորական առաքելությամբ էր գտնվում Օսմանյան կայսրությունում, ով այնտեղ մանուկ հասակից էր եղել, որտեղ իր հայրն էր այնտեղ ծառայության եղել, ինքն հրաշալի տիրապետում էր Օսմանյան նիստուկացին, մշակույթին, ապրելակերպին եւ դրանք իր հետ հետո տարել է Գերմանիա։ Վերադառնանք Գրիգոր Զոհրաբին։ Ուրեմն այստեղ Գրիգոր Զոհրաբը զինվորագրության հարցի հետ կապված հայերին զինվորագրելու իրավունք տալու իրավունքի համար պայքարողներից մեկն է եղել, որովհետև ինքը ուզում էր, որպեսզի հայերը դառնան լիարժեք քաղաքացիներ, չունենան երկրորդական նշանակություն եւ այլն։ Իսկ դա արդեն իսկապես լրիվ առանձին խոսել քննարկելու թեմայի առաջին աշխարհամարտի ժամանակ հայ զինվորականների ոչնչացումը, որոնք հենց պետական հրամաններով տեղի ունեցան, վերջերս էլ Էնվեր Փաշայի հրամանագիրը հրատարակվեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվները ներկայացնող այդ հսկայածավալ հատորում։ Ուրեմն դրանք դեռ պետք է տեղի ունենային։ Այսինքն Գրիգոր Զոհրաբի պայքարը այդտեղ հայերին իսկապես բարձրացնելու հնարավորություն տալու առաջ մղելու համար էր եւ մեկ ուրիշ խորքային եւ առանցքային հարց հայերի հողազրկման քաղաքականությունը։ Հայերի հենց
հողազրկման պետական քաղաքականությունը կարող ենք հստակ ասել։ Ինչ էր դա իրանից Իսկ երբ որ ժամանակաշրջանից է պայքարում 2008-ից հետո, թե Չէ, ուրեմն տեսեք, բանը, այնտեղ մենք սկզբում խոսեցի սահմանադրությունից, որպեսզի հնարավոր լիներ ցույց տալ, թե ինչ հայերը ինչպես էին գործում դիրքավորված, այս բառը դիրքավորված բառը չգիտեմ որքան է ճիշտ, Օսմանյան կայսրությունում, այսինքն սա համակարգ էր, պետություն էր, որի մեջ կար ազգային, այսինքն փոքրամասնություն, որը իդեպ ապրում էր իր հայրենիքում, հիմնական մասը իր բնիկ հայրենիքում, իդեպ ինչն է հետաքրքիր, որ մամուլում Օսմանյան կայսրությունում, Կոստանդնուպոլսում հրատարակված մամուլում Արևմտյան Հայաստանը չեն գրում Արևմտյան Հայաստան, գրում են Հայաստան։ Մարդիկ ապրում էին Հայաստանում։ Արևմտյան Հայաստան տերմինին էլ ենք հիմա դա էլ է շատ շահարկվում, թեկուզ ակադեմիական գրականության մեջ, թեկուզ ոչ թուրք, այսպես փափուկ ժխտողների եւ ոչ միայն նաեւ հայ հեղինակների կողմից տարբեր անուններ է տրվում, բայց մարդիկ հստակ ապրում էին հայկական լեռնաշխարհում, այսինքն Արևմտյան Հայաստանում եւ իրենք նույնիսկ պաշտոնական տեղեկագրերում նամակագրության մեջ գավառներից, որ ասեցի գավառներից պոլիս, այնտեղ բազմաթիվ անգամներ կարելի է հանդիպել Հայաստանի գավառներում մեջ։ Հայաստանի իրենք իրենց այդպես էին ընկալում։ Հայաստան։ Ուրեմն այս հողային գրավումների քաղաքականությունը ինչպես սկսվեց։ Երբ որ Օսմանյան կայսրությունում փոխվեց հողի մասին օրենքը, դե գիտեք, միջնադար, ֆեոդալական կարգեր եւ այլն չմարեմ ասենք, այսինքն երբ որ առաջ եկավ արդեն մասնավոր սեփականություն ունենալու, հենց կադաստրային թուղթ ունենալու, որը որ բերեց կադաստրը թափուներ էին, հիմա էլ են այդպես կոչվում, դրանում թափու է թուրքերենում, հիմա էլ այդպես։ Ուրեմն այդ սեփականություն ունենալու իրավունքը հայրը խոշոր սեփականատերեր էին։ Դա գալիս էր առևտրական եւ արհեստավոր լինելու առևտրական, արհեստավոր լինելու բացի այդ։ Ժառանգություն ստանալու։ Նախ ապրում էին իրենց սեփական հայրենիքում, իր սեփական հողի վրա ժառանգությունը ստացել։ Ինքը դարերով ապրում է այդտեղ։ Ինքը կեսը իրանա, պապուննա, պապու եղբայրներինա։ Ինքը ծնվել է, իր պապն էլ է ծնվել, պապի պապն էլ է ծնվել։ Բացի այդ, դա ասենք վերցնենք հենց Արևմտյան Հայաստանը, բայց հայրս փռմածային նաև կայսրության բոլոր, գրեթե բոլոր գավառներում չկար այդպիսի մի գավառու նահանգ, որտեղ չլինեին հայեր, բնականաբար չլիներ հայկական դպրոց, չլիներ հայկական եկեղեցի, այդ ամեն ինչը հենց այդ առաջնորդարանների այդ կուռ համակարգի մեջ է, այսինքն ոչինչը տարերայնորեն չի, հայերի դեպքում էլ ոչինչը հստակ համակարգված է։ Եկեղեցին է ոչ նայեք հայկական իշխանությունը եկեղեցին էր, այսինքն դեռ 1461 թվական, երբ որ 53-ին գրավվեց Կոստանդնուպոլիսը, արդեն հենց 1461 թվականին այնտեղ տրվեցին փոքրամասնություններ միլետների կարգավիճակ հայերին, հույներին եւ հրեաներին, եւ Օսմանյան կայսրությունը այդպես էր հարաբերվում հայերի հույներ, այսինքն փոքրամասնությունների հետ, այսինքն Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը հայերի ներկայացուցիչն էր պետության առաջ, այսինքն հայերի գլուխն էր, գլխավորն էր, պետությունը այդպես էր անցալում։ Մի հատ հետաքրքիր միտք անցավ, հնարավոր է որ հիմա էլ է Թուրքիան վերաբերվում Հայաստանին, որ եկեղեցու միջոցով, այսինքն եթե եկեղեցին ոչնչացվում է, գլխատվում է, այսինքն դա արդեն միջնորդը չի լավատար։ Ես ավել բան։ Խնդիր չկա, այսինքն Հայաստանը վերանում։ Հիմա էլ կամ եթե կաթողիկոսի լինում է դրածո կամ իրացանի տեսեք, նախ ասենք չենք քննարկում, որ հայոց եկեղեցին մեր հիմնասյուներից մեկն է, այսինքն բնականաբար մի ուրիշ հանգամանք կա, հենց կապված է հողային գրավումների քաղաքականության հետ։ Հայոց եկեղեցին ոչ միայն ընկալվում է որպես հիմնասուն ազգային ինքնության գլխավոր բառ, նույնիսկ փոքր բառ այստեղ ասելու համար, մարմիններից մեկը, այլև հայոց եկեղեցին խոշոր սեփականատեր է, հենց Օսմանյան կայսրությունում։ Այստեղ արդեն գալիս է այդ մասնավոր ազգապատկան ունեցվածքի եւ մասնավոր ունեցվածքի անհատական արևմտահայերենով ազգապատկան էինք ասում եւ անհատական ունեցվածք, սա համայնքային ու մասնավոր սեփականությունը, բայց ես նախընտրում եմ արևմտահայերեն տերմինները, ազգապատկան ունեցվածք եւ անհատական ունեցվածք։ Որ բանի վերացնում ենք գուն պահանջատերին, արդեն
աղբյուրն է, բուն պահանջի աղբյուրն է վերանում է մեխանիկա։ Տեսեք, ուրեմն ինչ էր կատարվում 10-րդ դարից սկսած։ 10-րդ դարից սկսած հողային գրավումների քաղաքականություն։ Այսինքն հայերը ունեին մեծ քանակությամբ հող, որը պատկանում էր իրենց փաստաթղթավորված տարբերակով արդեն։ Հիմա Օսմանյան կայսրությունը ունի խնդիր հայերի հողերը գրավելու։ Այստեղ Օսմանյան կայսրությունը այլ խնդիր էլ ունի։ Արդեն 10-րդ դարն է, սկսվել են շարունակական պատերազմները, որտեղ Օսմանյան կայսրությունը արդեն վաղուց պարտություններ է կրում, էլ ոչ թե զավթվում, այլ կորցնում է տարածքներ։ Այդ կորցրած տարածքներից մեծ թվով մահմեդական փախստականներ արդեն հավաքվում են, գալիս են դեպի Փոքր Ասիա, կենտրոնանում են, իսկ տարածքը փոքրանում է, մարդկանց հոսքը շարունակվում է դեպի Փոքր Ասիա, բացի այդ ռուսական կայսրությունից 1860-ական թվականներից սկսած կա շատ մեծ քանակությամբ չերքեզների արտահոսք Օսմանյան կայսրություն, որտեղ նորից բնակեցնելու խնդիր կա, այսինքն ինչ անում Օսմանյան կայսրությունը, որոշում է մահմեդականներին, մեծ թվով մահմեդականներին բնակեցնել հենց հայկական, ավելի շատ հայկական հողերի վրա։ Ու երբ որ մենք վերցնում ենք, ուրեմն հայերը հենց սկզբից են հասկանում ինչ է կատարվում ու հասկացողներից մեկն էլ հենց Գրիգոր Զոհրաբն էր։ Ու սկզբից սկսում են իրենց հասանելի հնարավոր բոլոր միջոցներով պայքարել հայերի հողազրկման դեմ։ Բայց դա չի խաթարում գործընթացը, որովհետև երբ որ պետությունը պետական մեքենան միանում է քո դեմ, մի քիչ ավելի դժվար է դառնում պայքարը, որտեղ կա ուժերի բացարձակ անհավասարություն։ Իսկ ո՞նց է դրսևորվում։ Ուրեմն հենց այս ուժերի, տեսեք ոնց է դրսևորվում։ Ամենատարբեր միջոցներով, ուրեմն հայերին կարող էին պարզապես հողը խլել։ Կարող էին ստեղծել ֆինանսական այնպիսի պայմաններ, երբ որ հայ անհատը ինքը իր հողը գրավ դներ թուրքբեկի կամ աղայի մոտ։ Տոկոսները չափից դուրս բարձր էին, կարող էին խոսքը գնում էր նաև որոշակի ժամանակահատվածներում 200%-ի մասին, այսինքն ի սկզբանե էլ գնահատվում էր հողը շատ չնչին գումար, այսինքն այդ մարդիկ, ովքեր որ ստիպված էին լինում գրավադրել իրենց հողը, այդ գրավը հետ վերցնելու շանսերը շատ փոքր էին, բայց լինում էին նաև մարդիկ, ովքեր հնարավորություն էին ունենում, այսինքն ինքը իր հողը գրավադրել է, բայց կարողանում է այդ տարի նորմալ բերք ստանա եւ արդեն երբ որ այդ թուրք բեկը կամ աղան տեսնում էր, որ հնարավոր է, որ այս մարդը կարողանա փրկագնել իր հողը, այրում էին բերքը։ Այսինքն փակում էին հնարավոր բոլոր միջոցները։ Իշխանությունը բնականաբար աչք էր փակում։ Բնականաբար իշխանությունը աչք էր փակում դրա վրա, որովհետև այստեղ բանը նորից ուզում եմ հանդիսատեսի մեզ ունկնդիրների մոտ չլինի այն կարծիքը, որ 10-րդ դարի վերջն էր, 20-րդ դարի սկիզբն էր, չկար ինտերնետ, փակ էր, մութ էր, ոչ մի բան չէր երևում, չկար նման բան, ամեն ինչ հասանելի էր, հասկանալի էր, տեսանելի էր եւ երևում էր հնարավորություն։ Ուրեմն, այսինքն կենտրոնական իշխանությունները հստակ գիտեին ինչ են անում տեղական իշխանությունները եւ այդ գործընթացը համակարգված էր, որովհետեւ խնդիրը հայերին հողազրկելն էր։ Իսկ այդ հողազրկման գործընթացը տարիից տարի ես միշտ սիրում եմ դա համեմատել մետաստազի հետ, այսպես աճում էր, որովհետեւ այս փոքր օղակները սկզբից հայկական բարձունքները գրավեցին, այնտեղ ձյուն էր, բանի ձյուն համար, միսարի համար, կեսլեչի համար կռիվ չենք տալու, տենց իջելով, բայց հետո 10-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայերը կռիվ էին տալիս։ Ես այդտեղ մի հարց ունեմ, եթե կարելի հասկանում եք։ Իրենք կռիվ էին տալիս։ Գարունա ձյունը գա, այսինքն կամ սոված կմնա, իրենք կհեռանան։ Իրենք կռիվ էին տալիս, իրենց ամեն մի թիզ հողի համար կռիվ էին տալիս։ Այս այդ հարցն եմ ուզում տալ, մի օրինակ բերեմ, օրինակ Վրաստանից ինձ ծանոթա սենց մի դրվագ, նո երևի գիտեք որ Մարնեուլի շրջանում ինքը առավելապես ադրբեջանաբնակ է, բայց այնտեղ կան մոտ 10 հայաբնակ գյուղեր։ Ամբողջությամբ շրջապատված են հարևան գյուղերը ադրբեջանաբնակ են, շփում կա իրար մեջ եւ այլն, բայց օրինակ սենց ընդունված ավանդույթ կա, օրինակ եթե գյուղում հայկական գյուղում որևէ մեկը պարտքերի մեջ հական որոշում է իր հողը վաճառի կամ գնում է արտերկիր ապրի, տեղափոխվում է, այդ հողը պետքա տունը հողը վաճառի, գյուղացիները ամբողջությամբ հավաքվում էին եւ իրենք էին գնում այդ հողը։ Որպեսզի օտարը չառնի, օտարը ոնց մուտքը չբացի։ Դեպ Ղարաբաղի պետական շրջանում ամբողջ իրենք փորձում էին, որ իրենք իրար մեջ անեն, այսինքն Ղարաբաղի հպարտ ժողովուրդը իրենք հնարավորինս փորձում էին նաև Շահումյանի շրջանի
հայաբնակ գյուղերը։ Հիմա այս մասով հարց հետևելն է, ինչի էր հայ գյուղացին իր այդ հողը գրավադրում թուրք։ Ուրեմն տեսեք, այս Եթե նույն բանը որ հայեր առևտրականներ էին, փող կար վստահաբար հայ առևտրականների մոտ։ Գործընթացը շատ ավելի մասշտաբային էր տեղի ունենում, որովհետև մենակ գրավադրման խնդիրը չէր։ Նույնձևի Արցախի օրինակը բերենք, նույնձևի պետական քաղաքականությունը, եթե ինքը գյուղի մեջ չէր վաճառում, ինքը կողքը տարածք էր տրամադրում, կողքը ադրբեջանաբնակ բաներ էին, ավաններ էին ստեղծում, որը ասում են հիմա Խոջալուն, նույնձևի Աղդամը, ինքը հայկական բնակավայրի կողքը մի հատ նոր բնակավայր են, որը ստեղծում էին կենտրոն, այսպես ասած, գյուղի մեջ։ Նոր տնտեսական կենտրոն էր։ Ուրիշ արևմտյան բացի այդ, տեսեք, այստեղ բանը գրավադրումը եղանակներից մեկն էր։ Այնտեղ թափուների կեղծման քաղաքականությունը կար, բացի այդ 1894-96 թվականին Աբդուլհամիդյան ջարդերի ընթացքում մեծ թվով հայեր բան արեցին, ավելի ապահով վայրեր գնացին բնակություն հաստատելու, կային մարդիկ, որոնք անգամ արտասահման գնացին բնակություն հաստատելու, դրանց հողը ճանաչում էին ամպեր, մահլյուլ եւ պետությունը վերցնում էր, մարդը չի թողել իր հողը գնացել, ապահով վայր է գնացել, հետ էր գալիս բախում էր խնդրի առաջ, ասում են ես հետ չեմ տա։ Նույնը հիմա է, որ վերում են վրա։ Բացի այդ, ուրիշ բան էլ էր տեղի ունենում, ստեղծվեց երկրագործական բանկը, գյուղատնտեսական բանկը, որը մինչև այսօր գործում է Թուրքիայի Հանրապետությունում, Թուրք Զիրաատ բանկը, գյուղատնտեսական բանկը 1880-ականներին, եթե լավ եմ հիշում, 1888 թվականին։ Ուրեմն ինչի համար ստեղծվեց այս բանկը, այսինքն թվում է թե բանկա, որը ստեղծվել է գյուղացուն օժանդակելու համար, տրամադրելու է գումարներ, որպեսզի մարդը կարողանա վարկ վերցնի եւ հոգա իր կարիքները եւ բանը ավելի ապահով վիճակում գտնվի։ Բանկը պահանջում էր հողի գրավադրում։ Այ այստեղ նորից տոկոսներ, անգամ տոկոսներ, ուշացումներ, նույնիսկ երկրագործական բանկի աշխատանքի պարագայում, բանկի հետ աշխատելու պարագայում էր դառնում գրեթե անհնար հողը հետ փրկագնելը, որովհետև բազմաթիվ փաստեր կան, որ մարդը բանկի դրան մոտ գումարով կանգնած է, իրան ուղղակի ծեծում են, գումարը հափշտակում են։ Այսինքն անգամ միգուցե հիմա մեծ գրքով զորավ ապետ, որովհետև մեր հիմա էլ մեր պետության ներսում, այսինքն ազգի մեծամասնությունը տոկոսի տակ է, գրավադրված է նույն վարկերի տակ է, մի հատ նոր մտավորականություն է պետք, որ ինքը հասկացնի, թե դրա արդյունքը վերջնակությունը ինչ է լինել։ Ընդ որում հանուն արդարության պետք է նկատել, որ դատերի մասնակցել է գրքով զորավ։ Անպայման։ Ուրեմն տեսեք, բանը վերջին մի քանի տարիներում Հայաստանի երևի ամենաշատ զարգացած ոլորտը հենց բանկային ոլորտն է, որ բացառապես որ ինքը պլյուսով է, գիտենք ինչ է առնելու, ով է առնելու այդ բանկերը, ու ինչ է լինելու այդ գրավները ով է վերցնելու։ Այ հիմա ես ձեր միտքը շարունակեմ։ Ուրեմն այդ բանկի հետ կապված մի բան էլ ավելացնեմ, այդ գյուղատնտեսական բանկը, որը մինչև այսօր կա, շատ հետաքրքիր զարմանալի զուգադիպությամբ երիտթուրք, մենք դեռս 10-րդ դարի վերջին մասին ենք խոսում, երիտթուրքերը երբ որ եկան իշխանության եւ երիտթուրքական կուսակցությունը երբ որ արդեն ձևավորվեց, շատ հետաքրքիր զուգադիպություն կա, որ նրանց այդ առաջնային գործիչներից շատերը զարմանալի պատահականությամբ աշխատել էին հենց այդ նույն գյուղատնտեսական բանկում։ Ուրեմն բանը, այսպես բանկային Գրիգոր Զոհրաբը հենց այստեղ է առաջ գալիս ոչ միայն ազգային գործչի, այլև փայլուն փաստաբանի կերպարը, որովհետև միայն Գրիգոր Զոհրաբը չէր, այդտեղ կային շատ ու շատ ուրիշ փաստաբաններ, իրավաբաններ, կան նաև տվյալ 1900 արդեն 13 թվականի տվյալներով, որ Օսմանյան դատական համակարգում հայերի ներկայացված դատական գործերի 70%-ը վերաբերում էր հողային գրավումներին, 70%-ը հողային գրավումներին։ Ուրեմն Գրիգոր Զոհրաբը բազմաթիվ ճառերով է հանդես եկել հենց պարլամենտում, ունի բազմաթիվ տեղեկագրեր ուղղված Օսմանյան պետության վարչապետներին, այնտեղ հստակ ինքը արդեն 19-20-րդ դարի սկզբին մինչև ցեղասպանությունը հասկանում էր, որ հենց այդպես է գրում էր, սա տնտեսական փչացում է, ազգի տնտեսական ոչնչացումն է։ Այսինքն որ բանը էժան բենզինով, էժան բանով հացահատիկով ազգին փչացնեն։ Հայերի մեջ բաներ են, չէ՞ եղել մարդիկ են եղել, որոնք որ համաձայնվում էին այդ։ Նայեք, սա բանները բնականաբար կաշառվելուն Նեմեսիսի գործողությունները, երբ որ մենք նայում ենք,
այսինքն այնտեղ թուրք ոչրագործներին ոչնչացնելուց առաջ ոչնչացվել են հայ դավաճանները։ Դա կար, բայց հիմա խոսքը նրա մասին է, որ ասենք այստեղ հայրը իսկապես տնտեսապես բարձր դեր ունեին Օսմանյան կայսրությունում, հենց նույն իրենց լեզուների իմացության, շատ արագ ժամանակի տեխնոլոգիական այդ առաջընթացին արձագանքելն էր խնդիրը։ Հիմա ինչպես են տեխնոլոգիաները գրավում են, այսինքն թե գիտության ոլորտը, թե տնտեսության ոլորտը, եւ առաջ են մղվում են մարդիկ, ովքեր կարողանում են այս պահին հստակ հասկանան, որ պետք է դրանից ոչ թե խուսափել, վախենալ, այլ դրանք դարձնել գործիքներ եւ ծառայեցնել իրենց։ Նույնը 20-րդ դարի սկզբին է, երբ որ տրակտորներն էին արդեն գալիս, մանուֆակտուրայի փոքրիկ գործարանների այդ տարբեր տեսակի դասգահները, որ ձեռագործ գործունեությունից անցում էր կատարվում պահպանվել է դատական նիստերից, որովհետեւ շատ բան է պահպանված։ Բոլոր ելույթներն են պահպանված։ Այսինքն հայերը այստեղ միտքս ավարտեմ, առաջին նաև գյուղատնտեսական տեխնիկա ներկրողներն էին Օսմանյան կայսրության ու տիրապետում էին այդ տեխնիկային ու իրենց գործը ավելի հեշտ, այսինքն այստեղ ոչ միայն հողային ունեցվածքի այդ անշարժ գույքից բացի ունեին նաև խիստ մեծ քանակությամբ շարժական գույք։ Ուրեմն պահպանվել են Գրիգոր Զոհրաբի բոլոր ելույթները։ Ոչ միայն դատարաններում, այլև Օսմանյան կայսրության պարլամենտում բոլոր, այսպես չասեմ, գիտությունը չի սիրում բան բառը, գրեթե բոլոր ելույթները, այսպես ասեմ։ Ուրեմն տեսեք, մենք անդադ թեմայից թեմա ենք անցնում։ Ուրեմն կա փայլուն մամուլ 20-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսում եւ ոչ միայն Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում Վանում նույնիսկ ինքնապաշտպանության օրերին ենք մենք թերթ ունեցել 1915 թվականին աշխատանքն Վանտոսպը հայկական հրաշալի մամուլ, անծայրածիր մամուլ, որտեղ Գրիգոր Զոհրաբը ինքն էլ Մասիսի խմբագիրներ, դրան է անդրադառնում, որ թեմայից շեշտում Գրիգոր Զոհրաբը որպես փաստաբան, որպես խմբագիր, որպես գրող, հիմա արդեն խմբագրին անցնենք ու հետո գրողը հենց իր ելույթները, տեղեկագրերը ամբողջը նույնիսկ մի ամբողջական հատոր կա ուսումնասիրություն։ Այդ հատորում Գրիգոր Զոհրաբի հատորյակի, եթե չեմ սխալվում, 5-րդ հատորն է։ Մի հատոր գրված է, թե որ թերթի որ համարում կարելի է հանդիպել Գրիգոր Զոհրաբի այսինչ ելույթին։ Առնչվել է ազգային բոլոր խնդիրներին։ Այդ մարդը ինքը հաղթանդամ հսկա էր իսկապես, երբ որ ինքը քայլում էր Կոստանդնուպոլսի փողոցներում, ինքը կարողանում էր եւ շատ մեծ պատվով ու պատկառանքով էր ինքը տանում այդ ծանրությունը իր վրա, այսինքն ինքը կարողանում էր այդ ամեն ինչը ոչ թե խեղճի, խնդրողի ու զողի, այլ Օսմանյան պարլամենտի падգամավորի, հայտնի հայ գրողի, ականավոր փաստաբանի Զոհրաբը ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև այնտեղ ոչ միայն հայերի, այլև մյուս բոլոր ազգությունների մեջ ինքը լուրջ համարում ուներ, նաև Ֆրանսիայում ինքը ունի իրավաբանական 3 գիրք, մասնագիտական 3 գիրք, եթե չեմ սխալվում, դրանցից մեկը ֆրանսերենով է հենց լույս տեսել, ֆրանսերենով կա նրա հայկական հարցը, շատ արժեքավոր գործը։ Բացի այդ, ասենք Զոհրաբը այնքան հայտնի ու ճանաչված էր, որ կա Գրիգոր Զոհրաբ գորգը, որը գործվել է 1909 թվականին Սեբաստիան Բեդուկյան ընտանիքի կողմից, այսինքն ամեն մի մարդու համար, ամեն մի գործչի համար գորգ չես գործի։ Իսկ գորգը որակապես այնքան ոնց որ մետաքսյա լինի, այսինքն ինքը ոչ միայն հենց Զոհրաբին նվիրված գործն է, այլև գորգագործության ասպարեզում իր գործման բարձր մակարդակով եզակի նմուշ է։ Որոնք եթե 1909-ին արդեն այդ ժամանակ իր վաստակը այնքան բարձր է։ Վաստակը այնքան բարձր է եղել ու իսկ հետագա 6 տարիներին երևի, չգիտեմ, կրկնապատկել կամ եռապատկել։ Ոչ միայն նա համ կրկնապատկել, եռապատկել է, համ էլ ինքը կարողանում էր այդ ազգի հոգսով ապրել եւ դա ոչ միայն իր վրա կրել, նաեւ պատասխանատու լինել դրա համար, ինչը շատ ավելի դժվար է։ Բայց իմանալ, որ մի հատ ոչ թե բանավեճի, ինքը Թալիաթի հետ նաեւ ընկերություն էր անում, նարդի են խաղում իրար տուն գնալ կար, դա որևէ ձևով Այդ հարցը ինձ էլ է տանջել, այսինքն եթե ինքը այդ ամբողջ պայքարը տեսել է պետության դեմ, Թալիաթը ինչի համար է այդ ընկերությունը արել։ Ուրեմն դիվանագիտական ժեստ է եղել։ Մենք նայեք, իրենք նույն ոնց որ կառավարության անդամներն էին, Գրիգոր Զոհրաբը եւ Թալիաթը։
Թուրքերը դա կայսրություններ, այսինքն հայերը այնտեղ ապրում են, հայերը ունեն այնտեղ նաև որպես ազդեցիկ դեմք, պետք է եւ դա, տեսեք, ով է շահագրգիռ եղել այդ ընկերության նախաձեռնողը դա որպես այդպեսին ընկերություն ասել ոչ թե ընկերություն չի եղել, այսինքն երկու կողմերն էլ հասկացել են իրար հետ ինչն են նարդի խաղում ու այդ նարդի խաղալը այդպեսի հեշտ գործընթաց չի եղել երկու կողմի համար էլ ուրեմն այստեղ ոչ միայն Զոհրաբը այլև մնացած բոլոր ասենք հայ հայտնի մարդիկ նույնպես ունեցել են կապեր այսինքն դա համակարգի հենց ներքին գործերի εμբերի ընկերներն են եղել թայլատի այսինքն դա բոլորովին չի նշանակում որ այդ հայ գործիչները չեն հասկացել ուր են գնում իրանք եւ ինչա տեղի ունենալու նույն Զոհրաբը մասնավոր խոսակցությունների ժամանակ հստակ հասկացել է որ պետությունը ունի ծրագիր որը հայերի համար վերջանալու է մեծ հանցագործություն, այսինքն մեծ ողբերգությամբ, այսինքն տեղի ունենալու ցեղասպան, այսինքն հանցագործություն, ցեղասպանություն, այսինքն դա տեսանելի է եղել հայ գործիչների համար։ Իրանք դա հասկացել են նույնը ոչ միայն Գրիգոր Զոհրաբը, մենք մեկ ուրիշ ականավոր գործիչ ենք ունեցել Արշակ Վրամյանը, որը 1915 թվականի փետրվարին տեղեկագրեր ունի հղած եւ նահանգապետերին եւ Թայլատ Փաշային, որտեղ հələ պահանջում է հայկական հողերը, այդ հողային հողազրկման քաղաքականությամբ, երբ արդեն հայերի տեղահանությունը սկսվել էր, Արշակ Վրամյանը բոլորովին միամիտ չի չհասկանալու համար ինքը դա հաստագրում է, նույն Գրիգոր Զոհրաբը շատ հետաքրքիր բան միտք եղավ, որ հաստագրումը շատ կարևոր է։ Հիմա էլ այսօրվա դրությամբ էլ արցախցիների էթնիկական զտումը, որ չփաստագրվի, հետագայում 50 տարի 100 տարի փաստագ մարդիկ կան, որ այսօր էլ այքավոր մարդիկ ասում են չէ պետք չի, հենց փաստագրումն է մեծ նշանակություն ունի։ Ավելի լավ է մի քիչ էլ բան ենք արդեն մի հատ հարցեր ավելի բանն ենք, որ ավելի հետաքրքիր լինի, որովհետև ես հասկացա անի հետ անվերջ թեմաներ ունենք մենք քննարկելու։ Մի հատ շատ բան անենք, որ արդեն գրականությանը վերադառնալ քո սիրած գործը Գրիգոր Զոհրաբի։ Դա էլ ասա, որ նաև մեր ունկնդիրներին ասենք, որ իրենք էլ գնան կարդան։ Ընդհանուր քո սիրածը, հետո ես իմ սիրածը կասեմ, դա իր սիրածը կասի, շատերն եմ սիրում, իսկապես շատ եմ սիրում Զոհրաբի։ Այրին եմ շատ սիրում ու սիրում եմ Ճիտին Պարտքը։ Պարտքը բայց մի քիչ ես վատ եմ զգում մի քիչ, որտեղ արդեն ոնց որ շատ ծանրություն ա դրում մարդու վրա, այսինքն կարող մենք որպես հայ լինելով այդ ծանրությունը մենք ազգային պարտք ունենք ինչ որ ենթագիտակցորեն ու դրանից պետք է կարողանանք խուսափենք։ Բայց գուցե ներկայացվել է ինչ կար այդ ժամանակ։ Ուրեմն տեսեք Զոհրաբը ես օրինակ իմ սիրածը Զաբուղոն է, որ դպրոցից որ այդ ինքն մարդը կար, որ տենց էլ սկսում է էլի գողեր Զաբուղոն, ոչ այն բանը հանցագործ գողերից որոնց բանի հացի մեջ արյուն կա, ինքը որ այսինքն ինչ էր ասում, որ մարդը կարող է հանցագործ լինի, բայց ինքը մարդ լինի, մարդը կարող է մարդու պես ներկայանա, բայց ինքը ամենավոտից գլուխ ինքը կեղտոտված փչացած դրա համար է դուրս եկել, այսինքն այդ բանի վրա, տատանումների վրա։ Զաբուղոն ներկայացումն է կար ու 90-ականներին կար ու բավականին հետաքրքիր ներկայացում էր։ Ես իմ մեջ ներկայացումը ես այն ժամանակ այդքան էլ մեծ չէի, բայց խիստ նստել է այդ սարսափելի բանն եղավ, որովհետև ոնց որ հիմա մեր արդեն նոր սերնդին ձայնը կտանք վերջացնել համար, որ ոնց վերացավ հասարակության մեջից այդ զգացումը, այդ արևմտահայության այդ նույն բանով, այսինքն ամեն ինչ ամեն ազգայինն է ոնց որ անում, հիմա դու ասացի նույնը Զաբուղոն ներկայացումը, այն ժամանակ մեր ժամանակ արևմտահայ գրականությունը, արևմտահայությունը ինքը արկա էր Հայաստանի բանի մեջ, նույն այդ բարբառագիտությունը հիմա գնալով ես նայում եմ ոնց որ այդ համահավասարացնելու sense ողբերգություն ենք ապրում հիմա, մենք միայն բանը չենք կորցնում, մեր երկիրը չենք կորցնում, մենք մեր ինքնությունն ենք կորցնում, որպես բան։ Մի հատ Լևոն քո ասած ձեր ժամանակ ընդհանրապես այդպես բան։ Չէ, իրականում շատ քիչ անդրադարձ է դրան կատարվել, քանի որ թեման երկարում արևմտահայ գրականություն ուսումնասիրվել է, բայց զուտ որպես գրականություն այդ խոր ուսումնասիրում չի եղել։ Ես մի ուրիշ հարցում էի, քո նշած վերջին այդ թեզի հետ կապված, որ եւ Թալյաթը եւ
Գրիգոր Զորապը եւ մյուս հայ գործիչները հասկանում էին, թե իրենք ինչի հետ էին շփվում։ Այսինքն ինչ նպատակով էին այդ շփումները բան։ Ուզում եմ գամ մեր օրեր, մինչև ասենք պայմանական 23 թվական կամ այս թեզը հիմա էլ է շարունակվում։ Նախ ասում են, որ մինչև պայմանական 88 թվական հայեր եւ ադրբեջանցիները լավ էլ ապրում էին, առևտուր էին անում, գնում գալիս էին իրար տուն եւ այլն, ու նաեւ 23 թվականի այդ Արցախի հայաթափման մեջ մեղադրում են, որ շփում չսկսեցին, Արցախ հայերը չսկսեցին ուղիղ շփում Ադրբեջանի հետ։ Իհարկե սա քո նեղ մասնագիտական է, չի, բայց եթե մենք փորձենք զուգահեռներ անցկացնել, նշանակում է անկախ որևէ անձնական շփումից, եթե կա հստակ պետական քաղաքականություն, ընդհանուր միջև ներքին գործերի նախարարի կամ վարչապետի կամ պաշտպանության նախարարի մակարդակով միջ անձնային շփումները դրանք ուղղակի ֆոն են, որը կրիտիկական իրավիճակում զիջելու է իր դերը պետական քաղաքականությանը։ Նույն Ադրբեջանում, ասենք, գոյություն Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, այսինքն այդ մարդիկ ապրում են, չէ՞, բայց տեղի ունեցան այդ սոսկալի ջարդերը։ Ու այստեղ ինչն է հետաքրքիր, որ ջարդերը տեղ են ունենում մարդուն սպանելու ամենասոսկալի մեթոդներով։ Սա էլ է կարևոր ֆիքսելու, մարդուն կարելի է կրակել ու սպանել, չէ՞, բայց մարդուն տանջամահ են անում, տևականորեն մարդուն տանջամահ են անում, ինչը որ գրանցվում է թուրքական, այսպես լայն առումով թուրքական ջարդերի բոլոր դրվագներում։ Միշտ։ Ձեռագիրը նույնն է։ Ձեռագիրը նույնն է, այսինքն նույն ձևի, այսինքն մարդկանց մի տարի սովամահության մատնել, հիմնավոր ասում ենք ապրիլ 24-ը, ինքը այդ մի օրում չէր։ Բնականաբար տևական մարդկանց սովավայրություն, ինքնությունը ոչնչացնել, հողային պահանջները, ու սենց ամեն ինչ, ու արդեն հիմա վերջին կետին ենք հասել, որ արդեն հայերը իրանք հրաժարվեն իրանց identity-ից։ Ես կասեմ հիմա իրանք մի քայլ առաջ են գնացել, հիմա իրանք այդ վիրուսը ներսից են դրել, որ եթե այն ժամանակ պետք է իշխանություններ անեն, հիմա մենք սկսել ենք մեզ ներսից ոչնչացնել։ Մենք չի որոշ մարդ, բայց դա իրանք սկային ծրագիրն է։ Թուրքական Հենց այդ եմ ասում, այսինքն առաջ են գնացել։ Եթե այն ժամանակ արտաքին ուժեր էին ու ոնց որ եկեղեցու գլխավորությամբ կամ այլ կերպ դիմադրություն, ժամանակին նա շատ հետաքրքիր բան ասաց անին, ասաց մի թիսողի համար պայքարողներ կային։ Իսկ ու պայքարում էին մարդիկ։ Իսկ հիմա մի գյուղի համար, մի սարի հիմա պայքարի ոգին է, նույն իրանցի գյուղերը կամ մի տարածքը, այսինքն առանց սահմանազատման գործընթացի հող հանձնելը կամ ընդհանրապես այնց խոսալը, որ այսինքն սա է վտանգը ստեղա, որ մարդը չի պայքարում իր այդ բառի համար, անվանման համար, գյուղի անվանման համար կամ ընդհանրապես այսինքն որևէ սարսափ կամ նույն ձևի մի գրքի համար նվիրելու համար, եթե բան են անում, դա է արդեն հարց առաջացնում։ Դա արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք մենք։ Ես շատ սա մի պատերազմ է, որին մենք դեռ պատրաստ չենք ուզում խտացնել գույները, այն ժամանակ պայքարող օջախներ կային ու հզոր պայքար։ Հիմա շատ քիչ մարդիկ են մնացել ու այսօրվա եթերն էլ կարող է հենց մի արձագանքա, որ համախոհները, որ մարդիկ որոնք կան, բանի պես, եթե որ ես վերջերս էլ հիշել եմ Կուստուրիցայի ֆիլմը այդ Underground-ը, որ տեսնենք թե արդյոք ինչ որ օջախներ կան, ողջ մարդիկ, որ տեսնենք որ առողջ օջախներ, որ կարող են պայքարել, որովհետև ամբողջ օրգանիզմը վարակված ու փչացած չի, ինչ որ մարդիկ կան, որոնք որ դեռ չեն հրաժարվել իրենց ինքնությունից։ Արեք սենց այս դերական նոտայով էլ արեք փագենք սիրուն, որ Զոհրաբի ամենամեծ դերը, որ ինքը մինչև վերջ ինքը չհրաժարվեց իր ամեն ինչից, իր հայ լինելուց, լինի, որ հնարավորություն ուներ հրաժարվել ու ինքը հանգիստ, այսպես ասած, ճակերտավոր ապահով կյանքով ապրեր։ Հնարավորություն ուներ նաև փրկվելու, բայց նահատակվեց, որովհետև զգում էր այդ պատը, այսինքն մինչև վերջ ապրեց ազգիս անտեր չթողնելու այդ հենց մտածմունքով, այդպես էլ ասում էր, ասում էր իմ անտեր, իմ անգլուխ ժողովրդին ում թողնեմ։ Դրանով էլ ասենք, մենք ու թողնենք, մենք էլ թողնելու տեղ չունենք, Անի ջան, անչափ շնորհակալ ենք։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Ես իսկականից զգացված եմ, իմ ամենաբանը, ինչ ասեմ, ներվին կպար, նաև ոչ ակնցիներին անդրադառնալով, Լևոն ջան, մերսի այսօրվա։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ գտնելու եւ մեր հետ այս գեղեցիկ օրը անցկացնելու համար։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն Անի ջան։
ինձ թվում է մենք քանի որ այս անգամ մենք խոսեցինք զոհրաբից, առավելապես զոհրաբից, ինձ թվում է որ մենք մոտ ապագայի մոտ 1 ամսից կարող ենք նաև ընդհանուր ցեղասպանության թեման եւս մեկ անգամ քննարկել, որովհետեւ ես ինչ նկատեցի, տեսեք, մենք ցեղասպանության մասին գիտենք, հա, ջարդեր, իրադարձություններ, մարդիկ, բայց այս քննարկումները մեզ թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել։ Որ տեսնում ենք, որ 100 տարի անցել է, բայց ձեռագիրը չի փոխվել։ Ու գուցե պետքա մի փոքր ոչ էլ թուրքերի նպատակները չի փոխվել, ձեռագիրը չի փոխվել, այսինքն գուցե պետքա մի քիչ ավելի հանգամանալից ուսումնասիրել հենց աշխատելա ոճը եւ ձեռագիրը, ոչ թե սահմանափակվել թվերով, իրադարձություններով, այլ ուղղակի հասկանալ ոնց է այդ ամեն ինչ եղել ու փորձել հասկանալ թե այսօր ոնց է դա իրագործվում, սկսած ասենք 20 թվականից 23 թվականից 2023 ու մինչև այսօր ու դեռ մենք չգիտենք թե հետագա 5-10 տարիներին ոնց է լինելու։ Այնպես որ մենք եւս մեկ անգամ կհանդիպենք Անիի հետ։ Իսկ այսօրվա համար անչափ շնորհակալություն, շատ հետաքրքիր, հուսով եմ մեզ դիտողներն էլ այդ պատմական պատմության մեջ կարողացան գտնել նաև այն ինչ պետք էր այսօրվա կիրառման համար, ավելի պրակտիկ նպատակների համար եւս մեկ անգամ շատ շնորհակալություն։ Տեսություն։